Իսկ ինչ կլինի, եթե բոլոր մոլորակները կապենք իրար։ Նախ եկեք դրանք շարենք Արեգակի մի կողմում։ Հաջորդիվ մեզ պետք կգա 4.5 միլիարդ կիլոմետր երկարությամբ պարան։ Սակայն մոլորակները Արեգակի շուրջ պտտվում են շատ տարբեր արագություններով։ Ներքին մոլորակները սլանում են Արեգակի շուրջը, իսկ արտաքինները սողում։ Երբ մենք դրանք բոլորը կապենք իրար, Յուպիտերի նման հսկա մոլորակները կգործեն որպես խարիսխներ, դանդաղեցնելով արագ պտտվող ներքին մոլորակներին և առաջրելով դանդաղ արտաքին մոլորակներին։ Հաջորդ խնդիրը, որին պետք է բախվենք, այն է, որ մոլորակները նաև պտտվում են իրենց առանցքի շուրջը։ Յուպիտերը պտտվում է շատ արագ, Վեներան պտտվում է հակառակ ուղղությամբ, իսկ Ուրանը կողքի վրա պառկած։ Այնպես որ մենք չենք կարող պարզապես կապել դրանք։ Պարանի ոլորումից և հանգուցավորումից խուսափելու միակ միջոցը պարանը մոլորակի պտույտից անջատելն է։ Այնպես որ եկեք յուրաքանչյուր մոլորակ պարանին ամրացնենք տոնածառի խաղալիքի պես, պտտվող կեռիկով, որպեսզի դրանք պարանը չփաթաթեն և չդարձնեն մոլորակների չափեր ունեցող թելի կծիկներ։ Նույնիսկ եթե լուծենք այս հարցը, մեկ է, եթե մոլորակները հայտնվեն Արեգակի հակադիր կողմում, պարանը կանցնի նրա միջով, կտաքանա մինչև միլիոնավոր աստիճաններ և կվերածվի պլազմայի։ Իսկ հետաքրքիր տեսանյութերը գիտության մասին կգտնես իմ YouTube ալիքում։